Տարվա քառորյաների եզրագիծը հատել է խորհրդարանը, պատգամավորները վերջին անգամ են եկել լրագրողների հետ ճեպազրույցի։ Իշխանական պատգամավորը սրտնեղում է, անցած օրերին կարևոր օրենքներ են ընդունել, առողջապահական համընդհանուր ապահովագրությունից մինչև կիբերանվտանգություն, նաև պարտադիր զինծառայության ժամկետն են կրճատել, իսկ լրագրողների հարցերը հիմնականում հակաեկեղեցական արշավի մասին են, եւ հարց Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի մասին, ում դատարանը 2 ամսով կալանավորեց 7 տարվա վաղեմությամբ մի գործի շրջանակ ինչու միայն հիմա հիշեցին այն։ Նախ իշխանությունը չի հիշում քրեական գործերի կամ հանցագործությունների մասին եւ իշխանությունը չի զբաղվում դրանով, զբաղվում են համապատասխան պետական կառույցները, որոնք անկախ իշխանության որպեսին լինելու պետքա զբաղվեն այդ գործերով։ Իսկ ընդդիմադիրները Մայր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ իրականացվողը ծաղր են համարում։ Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանն է բանաձևում ծաղր մարդկային բանականության նկատմամբ։ Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկեն։ Եսան չի ստացվում, Արշակ Սրբազանը ամուր էր, պինդ է։ Վեհապարի թիկունքին է կանգնած, վեհապարը կանգնած է Արշակ Սրբազանի թիկունքին, եւ ահա ծնվում է մի խայտարակ, մի զավեշտալի մեղադրանք։ Պատիվ ունեմի ղեկավարն էլ վստահություն է հայտնում նմանօրինակ արշավներից եկեղեցին միայն ուժեղանում է։ Չեմ կարծում, որ վեհապար հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետևորդներից որևէ մեկի համար որևէ բան կփոփոխվի։ Որտեղ որ լինի վեհապար հայրապետը, այնտեղ էլ կլինի վեհարանը։ Քաղաքական հարցեր ընդդիմությանը Արցախյան հակամարտության բանակցային փաթեթում, որ նորերս հրապարակեց կառավարությունը, չկարգի վեստը դժգոհում էին։ Ի պատասխան վարչապետը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե այդպիսի փաստաթուղթ չկա, չի էլ եղել, ուրեմն ինչից են խոսում ընդդիմադիրները, որտեղից մեջբերումներ անում։ Բարձա չէ, որ դա պատճեն է։ Որտեղից իմ անձնական արխիվներից, որոնք երկար ժամանակ պահել եմ։ Իմ սեփականությունն է, ծագման մասին ինչ խոսեմ։ Բայց եթե իշխանություններն ասում են, որ դա կեղծ փաստաթուղթ է, ուրեմն պետք է ասեն իրականությունը որն է։ Դարձյալ հրապարակված բանակցային փաթեթի մասին այս դեպքում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի ուղված Ռուսաստանի առաջնորդին արձագանքել էր Պուտինը։ Այդ նամակի պատասխանը հույժ գաղտնի է, մենք հույժ գաղտնի փաստաթղթեր նամակի ամբողջ գործընթացն է հույժ գաղտնի, բայց հրապարակային մենք բոլորս կարող ենք տեսնել դրա պատասխանը որն է։ Դրա պատասխանը եղավ այն, ինչ պարոն Աբրահամյանը նշեց, այսինքն սպառազինության ձեռքբերման համար հաստատված վարկի եւ աջակցություն։ Ընդդիմադիրը հիմնավորումների շարքը շարունակում է, հասնում նաև Լեռնային Ղարաբաղի հանրաքվեին, արձանագրում դիվանագիտական այդ ամրագրումներն էլ էին պատասխան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։